Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, իմ հաջորդ զրուցակիցը Բեյրութից են, Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանն է մեզ միացել, ողջույն պարոն Գանդահարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գանդահարյան, ես մի քանի մեջբերումներ անեմ, մասնավորապես Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներից մեկի օգնությամբ Միացյալ Նահանգները փորձում է գրավել Խարկ կղզին, իրանական ուժերը հետևում են թշնամական շարժերին եւ եթե նրանք որևէ քայլ անեն, մենք շարունակական ու դաժան հարվածներ կուղենք տարածաշրջանային այդ երկրի կենսական ենթակառուցվածքներին։ Հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիթը հայտարարեց, եթե Իրանը չընդունի ներկայի իրականությունը, եթե չհասկանա, որ պարտվել է ռազմական առումով եւ շարունակելու է պարտված լինել, նախագահ Թրամփը կապահովի, որ նրանք ավելի ուժեղ հարված ստանան, քան երբևէ։ Օրվա ընթացքում էլ Axios պարբերականը նշեց, որ Պենտագոնը պատրաստում է Իրանի դեմ հնարավոր վերջնական հարվածի տարբերակներ, դրանց թվում են լայնածավալ ավիահարվածներ եւ հնարավոր է ցամաքային գործողություններ, որոնք Թրամփին թույլ կտան հետագայում հռչակել հաղթանակ։ Նախ սկսենք նրանից, որ իրավիճակի այս նկարագրությունը, որը կողմերի եւ պաշտոնական եւ մեդիա տիրույթում է արվել, որքանով հավանական սցենար է ըստ ձեզ ցամաքային գործողություն, Խարկ կղզու գրավում, այսինքն մենք ունենք պաշտոնյաներ, որոնք դրան մասին հայտարարում են եւ նաեւ մեդիա հրապարակումներ, համեցեք։ Այո, խառն են դեղեկատվության պահածությունը, այն առումով, որ եւ պաշտոնական հայտարարություններ են եւ քաղաքական ազդակներ տվող հայտարարություններ եւ նաեւ մեդիա արտահոսքեր, մեկնաբանություններ։ Ուրեմն հիմա շատ է շրջանառվում 15 գետանոց ուրեմն առաջարկների նախագիծը, որը Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով տվել է Իրանին, բայց առընթեր ուրեմն այս միջնորդավորված թեյական բանակցությունների դեռևս անհստակ մեկնարկին, ուրեմն նման հրետորաբանություն, սպառնալիքներ կազմանում են եւ սա կարծում եմ նաեւ նշանիչոց է, որպեսզի ուրեմն այդ սպառնալիքների ներքո ուրեմն հատկապես Իրանը որոշ առումով համաձայնություն դա եւ ինչ որ երկխոսություն թեկուզ միջնորդավորված սկսի դեսկ ստանալ եւ հետո գնալ բանակցությունների, բայց կարծում եմ նաեւ այն հայտարարությունները, որոնք խոսում են Հորմուզի, Չրանցկի ամբողջ այդ էներգիայի մատակարարման համագարքի վրա վերահսկողություն ունենալու նպատակով հիմնական 3 գղզիների ուղղությամբ ցամաքահանման գործողություններ իրականացնելու եւ Խարկը եւ Նարակը գղզիները եւ Աբու գղզին, ուրեմն որոնք վերահսկելու են այդ ամբողջ էներգիայի մատակարարման ուղիները համագարկը, ամբողջ հանգույցը սա է լինելու, այն մնացյալը կարծեք թե այլևս ազանցյալ խնդիրներ են, այսինքն բանակցային նոր փոխանցային առանցքային գետերը հիմնականում ամբողջ մեղը վերածվում է այդ էներգիայի համագարկի վերահսկման կամ գուցե նաև տաշկման մասնաբաժինների ստացման այդ գործարքին, ի վերջո կայանալիք գործարքին, դեռևս չի երևում ուրեմն եւ գործարքի ժամկետը, օրենսգիրքը, մանրամասները, բայց որտեղ այն ինչ որ երկու կողմից իբրև նախապայմաններ են հնչում, նախապես եւս եղել են, օրինակ միջուկային կենտրոնների փակման, պրոքսիների չեզոքացման, օժանդակությունների դադարեցման, կամ հեռահար հրթիռների արտադրողականության փակման, այդ բոլորը
այս պատերազմի բռնկումից առաջ կային։ Հիմնական օրագարկը, որը ավելացել է, այդ ամբողջ Հորմուզով ամփոփված Հորմուզով բանացեվով այդ հիմնական նպատակն է, որ իթեպ նաև ավելի հերահար դրվածքով կարող է կապվել մինչև Չինաստան, եթե հատկապես նաև հետաքրքիր այս բոլոր դեպքերի նկատի ունենանք եւ Վենեսուելան եւ Գրինլանդները եւ հիմա Իրանը, հետո նաև Թրամփի հայտարարությունը, որ հաջորդ թիրախային միջավայրը լինելու է Կուբան։ Ուրեմն նույն տրամաբանությունն է, ռազմական գործողությունների միևնույն փիլիսոփայությունն է, որը ի վերջո նաև Չինաստանի հետ արևդուր անող, սկայածավալ արևդուր անող երկրների եւ բնական ռեսուրսների եւ դարանցիկ անցքերի վերահսկողության հիմնական նպատակն է կարծում։ Այսինքն, պարոն Գանդարյան, հիմա առանցքային հարցերից մեկը Հորմուզի նեղուցի եւ հարկից կղզիների վերահսկողության հարցն է լինելու։ Այստեղ համաձայնությունները կբերեն պատերազմի դադարեցմանը։ Հիմնական առանցքը կարծում եմ դա է, որովհետև արդեն Իրան հայտարարել է, որ իր միջուկային պոտենցիալ ամբողջ կառավարությունը ինքը համաձայն է բացառապես խաղաղ նպատակների համար օգտագործելու։ Այսինքն այդ բոլորը բանակցելի են, ճշտելի են։ Հիմնականը ես կարծում եմ, որ այդ էներգիայի մատակարարման եւ համագարկի եւ բնական ռեսուրսների եւ դարանցիկ ճանապարհների նկատմամբ վերահսկողությունն է, որովհետև եթե չլինի ուրեմն Պակիստանի միջնորդած ուրեմն այդ նախագծի շուրջ սկզբունքային մեկնարկային համաձայնություն, որտեղ դեռևս ճանապարհը երկար է կարծում եմ, Միացյալ Նահանգները սպառնում է ցամաքային գործողություններով ուրեմն գրավել այդ հարակից կղզիները։ Ուրեմն գիտեք, երբ այս սպառնալիքն է հնչում հիմնական 3 կղզիների ուրեմն դիրապետման եւ այդ ճամփով նաեւ Հորմուզի վերահսկողության հաստատման, ուրեմն բարձ է դարձնում, որ ամբողջ նպատակը այս պատերազմի վերջին անկրմանին կարծում եմ սա է։ Եվ ինչպես փոխեցի ասել, եթե Չինաստանի հարաբերակցությունը նկատենք այս բոլորի մեջ, մեծ հաշվով Իրանը ինքը վերածվում է պրոքսիի, այսինքն Միացյալ Նահանգներ Չինաստան տնտեսական մեծ պատերազմի հետ կապված կարևորագույն հանգրվաններից մեկն է, որը ուրեմն հիմա արդեն դեղի է ունենում Իրանում։ Շատ լավ, Միացյալ Նահանգների գնում է իրավիճակի փոփոխության, հա, թե վերահսկվող սրացման քաղաքականություն է հիմա վարում ըստ Գիտեք, եթե օրինակ այս Պակիստանի միջնորդությունը ուրեմն ստացվի եւ այդ մեկնարկը առնվազն սկսվի երկխոսության կամ դրան հաջորդելու բանակցային գործընթացը, մենք պիտի նկատենք, որ սկզբում հայտարարված նպատակները ինչ են, այսինքն վարչագարկի փոփոխություն չկա, նույն վարչագարկն է դարբեր դեմքերով պիտի բանակցի։ Իրանի մասնալումը չի եղել, ուրեմն ներքին էթնիկ, ուրեմն այդ ազգաբնակչության կողմից, ուրեմն խմորվելիք այդ ամբողջ քաղաքացիական զավալային անհնազանդությամբ նաև իշխանապողության առաջնորդող այդ շարժումները չեն եղել, այսինքն քրդական կորձոնը իրեն ուրեմն քրդական կորձոնից ակնկալված այդ կորձալույթը եւս չի իրականացվել, որովհետեւ այստեղ ոչ վերլուծական մոդեցումներ, այլ ուղղակի պաշտոնական հայտարարություններ էր Վաշինգտոնի կողմից, բայց իհարկե շատ ավելի թուլացած Իրան, ստայական հարված ստացած Իրանն է, որ պիտի գնա բանակցությունների։ Ուրեմն այստեղ եւս նպատակը չեմ կարծում, որ ուրեմն Իրանի ժողովրդավարացումն է, մարդու իրավունքներն են կամ Իրանի վարչագարկի փոփոխությունն է, այլ Իրանի դարաձաշրջանային
դերի վերաիմաստավորումն է, վերասահմանումն է եւ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս նոր գործընթացներին դարաշրջանում Իրանի ունեցած գործառույթների վերապաշխում, հատկապես տնտեսական եւ մասնավորապես էներգիայի ոլորտում։ Շատ լավ, իսկ ինչպես է այն փոխում, այսպես ասենք, ուժերի այս իրավիճակը փոխում Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը եւ դա ինչպես է ազդում աշխարհակարգի վրա։ Գիտեք, դարձյալ հետաքիծը այս իրադարձությունների հետ նկատի ունենանք, նախ իրանյան պրոքսիների դեմ ուղղված հարվածներ եւ դրանց իրավիճակի գդրուկ փոփոխությունը։ Ուրեմն Համասը, նախին Համասը չէ, Գազայում հուսիները այսօր չեն, աշխույժ մասնակցություն չեն բերում պատերազմին, Սիրիայի վարչագարկը նախորդ, որը հենվել էր նաև իրանյան հենասյունի վրա, իրանյան կորզոնը այնտեղ բացակայ է, Հեզբոլլահը իր նախին ռազմական նշանակությունը չունի եւ Բեյրութը, Լիբանանը հիմնական ուղեկիզի փոփոխություն է գրանցել, անգամ նաև կառավարությունը ուրեմն որոշել է Հեզբոլլահի ռազմական գործողությունը արգելել։ Դարբեր խնդիր է այդ որոշումի կորզաթրելիությունը, որքան իրադեսական է այս անկրվանին, այնուամենայնիվ առաջի անգամն է, որ Բեյրութը պաշտոնական դիրքորոշումով նման ուրեմն գեսված է որդեգրել։ Ուզում եմ ասել, որ ուրեմն նախ իրանյան արտաքին հենագետերի պրոքսիների համապատկերը լրիվ այսօր փոխվել է, հետո նախքան այս պատերազմի փրկումը բաց դարձավ, որ որոշակի թյուրապեգություն կա նաև ներ-իրանյան առումով, ես նկատի ունեմ ծավալային, զանգվածային բողոքի ակցիաները ամբողջ Իրանի տարածքում, բայց այս բոլորով անտեղծ գուցե այն հաշվարկը, որ Միացյալ Նահանգները ուներ Վենեսուելա 2 իրականացնելու Իրանում, ինչպես Մադուրոյի արևանքումով դրուկ փոխվեց իրավիճակը եւ Միացյալ Նահանգները ամբողջական ներազգողություն հաստատեցին, Խամենեի սպանությունը ուրեմն այն արդյունքը չաշխատեց, բայց Իրանի եւ արտաքին եւ ներքին իրավիճակը փաստորեն նույնը չէ։ Ուրեմն դարաշրջանում այս գլխավոր խաղացողի թիրքերի թուլացումը բնականաբար նաև աշխարհակարգային առումով որոշ ուրեմն փոփոխությունների առաջնորդի անգախ ամբողջ Միջին Արևելքի քաղաքական կարծեսի փոփոխության այդ ծրագրի մեջ հիմնական ուրեմն փոփոխություն բերած լինելով, իսկ աշխարհակարգի առումով ուրեմն Միացյալ Նահանգների տնտեսական հեգեմոնիայի հաստատման համար կարևորագույն երևույթ պիտի լինի Իրանի ուրեմն նոր դերի ստացումը այս բոլոր պատերազմական գործողությունների ավարտից հետո։ Ռուսական կողմը ասում է, որ նույնիսկ Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրաված կողմերը չեն կարող կանխատեսել դրա հետևանքները, հա։ Եվ հետաքրքիր է այդ հետևանքների անկանխատեսելիության մեջ այդ դեպքում ինչպես են այս տեղեկությունները, հա, այդ թեկուս 15 կետերը, որոնք Միացյալ Նահանգները ներկայացրել է, որոնք նաև ըստ մամուլի, չգիտեմ, իրանական կողմը ասում են մերժել է, Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը ուզում է բանակցել, բանակցությունների մեջ է, շուտ համաձայնություն է ուզում, մյուս կողմից Թեհրանը պնդում է, որ բանակցությունը ընդհանրապես տեղի չի ունենում, հա, այդ ռազմական էսկալացիան շարունակելու, այսինքն քայլերը որոնք են, որոնք մղում են այս գործողությունների շարունակականությանը։ Այո, շատ խառն եւ հագասական դերակցություններ են, ինչպես դուք նշեցիք, բայց կարծում եմ այստեղ նաեւ եւ ներքին լսարանին ուղղված եւ նաեւ կապիտուլյացիայի ենթարկված չլինելու երևույթի բանման առումով Թեհրանի մերժումները, մյուս կողմից նաև Պակիստանի հաստատում արտգործնախարարի ջանքով, որ այո, իր երկիրը ներգրավվել է իբրև միջնորդ, ուրեմն բանակցությունների, այսինքն ինչ որ նախագիծ ուղարկվում է, իրենք մերժում են կամ որոշ կետերի շուրջ բանակցում են,
Բայց նաև միջազգային պրակտիկա է, որ ցանկացած բանակցային գործընթացի նախաշեմին ուրեմն ռազմական գործողությունների որևէ հագամագության դեպքում ռազմական գործողությունների թեժացման ականատես կլինենք լավագույն դեպքում սպառնալիքների հրետորաբանությամբ իսկ վատագույն դեպքում իսկապես ռազմական գործողությունների նոր մրցանիշեր գրանցելու նոր առաստաղներ մակլցելու առումով ինչը կարծում եմ որոշակի առումով դերի է ունենում երկու իմաստով եւ հրետորաբանությունը սպառնալիքներ եւ նաեւ գետնի վրա էսկալացիա եւ մենք դա նաեւ ուրեմն զգում ենք Լիբանանում որովհետեւ իհարկե դարբեր ուղղություն է շատ մեծ թելերով նաեւ կապված ամբողջ այս պատերազմին բայց Իսրայելը օրինակ շատ թեժացրեց իր գործողությունները սաստկացրեց հատկապես հարավային շրջանում իր ուրեմն աշխարհակության ճշտած հարավային շրջանում անվտանգության կոդի ձևավորելու անգամ նշեց այն սահմանը Լիբանանի ուրեմն հարավի բնակչությունը պետք է դարհանվի կամ անմիջապես լքի իր բնակավայրերը եւ փաստորեն նաեւ ներխուժման դեսքով Իսրայելը փորձում է շարունակել իր գործողությունները այսինքն փոխկապակցվածություն կա նաեւ եւ հայտարարված ժամկետի եւ հավանական թերևս ոչ տեսանելի բայց հավանական ուրեմն բանակցությունների մեկնարկի եւ ինչը այս դեպքում լիբանանյան գդրվածքով կամ հայացքով այս դեպքում սաստկացրել է գործողությունների թափը Իսրայելի կողմից հատկապես հարավային կոդիում բարձ այն դրամապանությամբ որ մինչև բանակցությունների մեկնարկը Իսրայելը աջակցում է իրականացնել իր ծրագիրը հարավային Լիբանանում Պարոն Կանտարյան, իսկ այս իրավիճակը Բեյրութի եւ Թեհրանի հարաբերությունները ինչպես է տրանսֆորմացնում Շատ գդրուկ որովհետեւ ես քիչ առաջ խոսեցի ուրեմն վաշնական Բեյրութի կառավարության որոշման Հեզբոլլահի ուրեմն ռազմական գործողությունները արգելելու եւ թույլատրելու բացառապես քաղաքական գործունեություն, բայց այստեղ նաեւ շատ լարվածություն առաջացնող որոշում է Լիբանանի արտգործ նախարարի որոշումը Իրանի տեսփանին անփախցալի հայտարարելու եւ նաեւ մինչեւ Իրաքի օր ժամկետ ճշտելու որպեսզի հեռանալ Լիբանանից։ Սա նախատեպ երևույթ է, ինչը խոսում է նաեւ ոչ միայն պաշտոնական Բեյրութի դիրքորոշումի գդրուկ շրջադարձների կամ անցումների մասին, այլ նաեւ միջազգային ընտանիքի հատկապես Միացյալ Նահանգների կողմից ջնշումի, որպեսզի նման քայլերի թիմի Լիբանանի կառավարությունը սա իհարկե միան արտաքին մարտահրավեր չէ, սա նաև ներքին լարվածության առաջնորդող քայլ է, որովհետև միանշանակ չէ լիբանանյան հասարակության դիրքորոշումը այս խնդրով։ Եվ ըստ իրանական TASNIM գործակալության Իրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը, ըստ որի թշնամու ագրեսիան պետք է դադարեցվի, ստեղծվեն պատերազմը չկրկնվելու օբյեկտիվ պայմաններ, վնասների փոխհատուցում լինի, պատերազմի ավարտն իրականացվի բոլոր ճակատներում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրականացումը լինի Իրանի օրինական իրավունքը։ Եվ եթե վերադառնանք մեր զրույցի ամենասկզբում, երբ դուք նշեցիք, որ այսպես ասենք նոր օրակարգի նաև ամբողջ հանգույցը Հորմուզի նեղույցն է, այն կղզիները, որոնք դուք հիշատակեցիք, դրանց վերահսկողությունը եւ այլն, ապա Իրանի առաջադրած պայմանները դժվար թե գոհացուցիչ լինեն Միացյալ Նահանգների համար։ Այո, հերթական անգամ այստեղ կարծում եմ ընդգծվում է, որ ամբողջ մեր հանգույցը վերջին կետն է, որ դուք հիմա ներկայացրեցիք, որտեղ այն մյուս բոլորը շատ բնական է, որ պատերազմը պետք է կատարեցվի, պետք է երաշխիքներ ամրագրվեն, նոր հարձակումներ չսկսելու, բայց այդ բոլոր գերերը շատ օրինաչափ են, հիմնական հանգույցը վերջին կետն է, Հորմուզի ջրանցքի ինքնիշխան օգտագործման խնդիրն է եւ այստեղ է փուն խնդիրը, այստեղ է փուն
երկու կողմից ներկայացվող նախապայմանը այնտեղ ինքնիշխան օգտագործումի Իրանի գերիշխան իրավունքը նկատելու եւ այդպիսով նաեւ համաշխարհային տնտեսության մեջ Իրանի ունեցած թերի վերաբախումը բավանելու սկզբունքը ինչ որ պաշտոնական Թեհրանը իբր նախապայման ներկայացնում է եւ մյուս կողմից նաեւ Միացյալ Նահանգների ուրեմն սպառնալիքները հարագից կղզիները գրավելով Հորմուզի չրանցքին վրա վերահսկողություն հաստատելու ամբողջ մեղը ինչպես քիչ առաջ փորձում էինք բարձրացնել կարծում եմ սա է այստեղ ուրեմն դեսականորեն զուտ դեսականորեն կարող է փոխզիջման սկզբունքը լինել այն որ Իրանը մի շարունակի պահանջել նաև իր թեմ գիրառվող պատժամիջոցների ամբողջական վերացում իսկ Միացյալ Նահանգները պիտի ուրեմն աշխատի ուրեմն ներգրավվել այդ էներգիայի համագարկի եւ դրանցի ամբողջ հաղորդողիների ընդհանուր ուրեմն համագարկի վրա եւ չի բացառվում որ բանակցային նոր օրակարգի ամենակրկավոր գեդը լինի ուրեմն լինի այս Հորմուզ ցեղագերումով ամփոփվող այս ամբողջ խնդիրը Շնորհակալ եմ պարոն Կանտարյան Ես նույնպես Զրուցակիցս Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտահարյանն էր Մնացեք առաջինի հետ ես Ժիրայր Ոսկանյանն եմ